Պատմական միջավայրի պահպանությունը թեև կոնկրետ հասցեատեր ունի, բայց հանրությունը ևս պետք է ուշադրի լինի, որ հուշարձանները չկեղտոտվեն, չապականվեն ու պահպանեն իրենց վեհաշուկ տեսքը։ Ամփոփելով 2025 թվականի կատարած աշխատանքներն, ասաց Պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի ղեկավարը։ Ծառայությունն անցած տարի նորոգել ու թարմացրել է մի շարք հուշարձաններ։ Ամրակայման վերականգնման աշխատանքներ են ունեցել Զվարթնոցի հնձաններում, Ոսկե Պարիսուրբ Աստվածածին եկեղեցին, Բարաբաթումի Սուրբ Պրիպսիմե եկեղեցին, Սիսյան համայնքի Ուից եկեղեցին, Սյունիքի Զանգերը։ Պատմական միջավայրի գրավչությունը բարձրացնելու եւ զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով ծառայությունը լուրջ միջոցներ է ներդրել հուշարձանները հանրահռչակելու համար։ Վերջին 3 տարվա ամփոփագրից էլ երևում է, որ ամենաշատ այցելուներ ունեցել են 2025 թվականին։ 2023 թվականին ունեցել ենք 750,000 այցելու, 24-ին 763,000, իսկ 25 թվականին 826,000 այցելու։ 26 թվականին ակնկալում ենք էլ ավելի շատ այցելություններ, որովհետև գիտեք, շատ արգելոցներում բավական խնդիրներ ունեինք, կապված սանահանգույցների մասով, բավարար ենթակառուցվածքներ չկային։ Մի շարք հուշարձանների տարածքում տեղադրվում են տեղեկատվական մոդուլային ինֆոկենտրոններ, այս պահին Լորիբերտում արդեն ավարտված է աշխատանքները, ավարտին են մոտենում Բժնի ամրոցում եւ Զորաց քարերում եւ Խնձորեսկում այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ։ Ամենաշատ այցելու հուշարձաններից առաջինը Գառնու տաճարն է, երկրորդը Զորաց քարերը։ Եթե վերականգնման աշխատանքների պատճառով Ամբերտ ամրոցը փակ չլիներ, կամփոփեր Թոփ-Եռյակը։ Անցած տարին բեղուն է եղել նաև բեղումների առատությամբ։ Բեղման աշխատանքներ են իրականացրել Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում, որտեղ աշխատել են հայ լեհական արշավախումբը, Բաղաբերդ ամրոցում, Երիցվանքում, Բերդկունք ամրոցում։ Կուզենայի առանձնացնել Բաղաբերդ եւ Երիցվանքը, ինչի համար, որովհետեւ ընդհանրապես ուսումնասիրված չեն եղել։ Արգելոցներում իրականացվող կրթական ծրագրերը ևս շատ հետևորդներ ունեն։ Անցած տարի օրինակ մասնակիցների թիվը գերազանցել է 2000-ը։ Ընթացքի մեջ է դպրոցական աբոնեմենտային համակարգը, որպիսի ծրագրին ներգրավեն էլ ավելի շատ թվով երեխաներ, երբեմն պահպանության ծառայությունից են այցելում դպրոցներ, բաց դասեր անցկացնում։ Եթե նույնիսկ դպրոցականներին հարմար չի ինչ-որ պայմաններ, ինչ-որ բաներով պայմանավորված արգելոց գալ թանգարան, կրթական ծրագրերին մասնակցելու համար, մենք կրթական ծրագիրը տանում ենք դպրոցներ։ Կրթական ծրագրերը, ինչպես նաև հուշարձանների ամրակայման եւ վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաև 2026 թվականին։ Նոր արշավախմբեր կհայտնվեն պեղավայրերում, որոնց հանրահռչակմանը կներգրավվեն նաև լրատվամիջոցները։ Պահպանության ծառայությունն ի դեպ հանրության հետ վստահելի կամուրջ ստեղծելու համար շնորհակալագրեր եւ հուշանվերներ հանձնեց գործընկեր լրագրողներին։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։